Եթե նայեք իրենց նախընտրական ծրագիրը 100 գետերից 99 եւ 100-երորդն են վերաբերվում Սփյուռքին, մեկը որ ցանցային մասնագիտական կառույցները շարունակում են առաջ գալ, որի համար պետության մասնակցությունը անիմաստ է իրականում, որովհետեւ Հայաստանի վերանկախացումից առաջ էլ կան նման կառույցներ ձևավորված, հիմա էլ կձևավորվեն, եւ երկրորդը խոսում է շրջանակների հետ հարաբերություններ պահպանել, գործակցել, իրենց բարերով պետականամետ, ճագերտյալ ես կասեի, բայց իրականում, այսինքն իրենց համագիր շրջանակների հետ, էլի անդեսելով մնացածին, իսկ մնացածն է կազմակերպված Սփյուռքը։ Հիմա մարդիկ ասում են, որ հա մասնագիտական խումբ կարելի է Սփյուռքում ձևավորել եւ դրանով շատ բան առաջ գնալ։ Կարող է։ Ինչ էլ որ լինի, այդ մարդիկ պիտի ունենան հիմք։ Ուրեմն այդ հիմքը ինչերն են։ Մեր հիմնական կառույցներն են։ Դպրոց, եկեղեցի, կենտրոններ, որտեղ ժողովուրդը համախմբվում է։ Եվ այդ կառույցներին ինքը փորձում է անդեսել, որովհետև դրանք չեն համակերպում իրեն, չեն համաձայնում իր քաղաքականության հետ, եւ ուրեմն փորձում է շրջանցել, ասելով, որ ճագերտյալ պետականամետ շրջանակների հետ հարաբերություններ արդեն փորձում են։ Այն դեղերը, որ գա գազམ་ակերպվածություն, փորձում են զուգահեռ ինչ որ շրջանակներ առաջ բերել, իսկ այնտեղը որ իսկապես պետության աջակցության կարիք ունի, ոչինչ էլ չեր անում։